Ազգային բարերար Սամվել Կարապետյանի ստեղծած քաղաքական ուժը ունի վարչապետի թեկնածու, որի անունը կհրապարակվի փետրվարի 12-ին կուսակցության առաջին համագումարի ժամանակ։ Ես ուզում եմ հայտարարել, որ փետրվարի 12-ին մենք հանդես ենք գալու կուսակցության համագումարով եւ այնտեղ կնչի մեր վարչապետի թեկնածուի անունը։ Ընդդիմադիր այն կուսակցությունները, որոնք ռեալ շանս չունեն անցողիկ շեմը հաղթահարելու համար, Նարեկ Կարապետյանը խորհուրդ է տվել դրսևորել պետականամետ մոտեցում եւ չմասնակցել առաջիկա ընտրապայքարին։ Կարապետյանի կարծիքով իշխանության ու ընդդիմադիր դաշտի ձայների տարբերությունը քիչ է լինելու ու անգամ 1% ձայնը կարող է որոշիչ լինել։ Իշխանության փոփոխությունը ընտրական process-ով փոքր տոկոսների տարբերությունով է տեղի ունենալու ամենայն հավանականությամբ եւ ընդդիմության կորցրած 3%-ը, 4%-ը առանցքային նշանակություն է ունենալու այս մեծ փոփոխության համար։ Այդ իսկ պատճառով մենք բոլորի հետ հանդիպման ժամանակ մատնանշում ենք, որ եթե հնարավորությունը քիչ է անցնելու շեմը, պետք է պետականամետ մեր մոտեցումը, քանի որ բոլորը հասկանում են այն վտանգները, որ այս իշխանությունը ներկայացնում է, պետականամետ մոտեցումը գերակշռի սեփական ամբիցիաների հանդեպ։ Կարապետյանը չի բացառել, որ իրենց թիմում կարող են լինել նախկին բոլոր իշխանությունների հետ աշխատած մարդիկ։ Իրենք նախկին ներկա չեն անում, այլ պայմաններով են թիմ հավաքում։ Կարևոր նախապայմանը մաքուր ձեռքեր եւ պրոֆեսիոնալիզմ։ Մենք 50 միլիոն չենք, որ ընտրենք, թե չունենք այդ մեծ ընտրությունը, մեր հասարակությունը, որ իրար մոռանանք։ Ադրբեջանի հետ առևտուր կանի ընտրություններում հաղթած նոր ուժը, եթե կարողանան հասնել էժան նավթից ու գազից էլ կարևոր հարցերի լուծմանը։ Մեր հարաբերությունները ոչ միայն տնտեսական է, մենք ունենք առաջնային գերիների հարց, առաջնային մեր հայրենիքի այն մարդկանց, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց հայրենիք, իրենց անվտանգության մասը, հասկանում եք ում մասին է խոսքը։ Կան հարցեր Ադրբեջանի հետ։ Նավթը, գազը հնարավոր է իրար հետ աշխատել միայն այն պարագայում, եթե հայկական ապրանքն էլ գնալու է Ադրբեջան։ Պետության վերջին շաբաթների ամենաաղմկահարույց թեմայի մասին է խոսել Նարեկ Կարապետյանը՝ միլիարդավոր պարգևավճարների, որ ստացել են պաշտոնյաները մի երկրի, որի բնակչության 20%-ը աղքատ է։ Պարգևավճար ստանաս, քո բնակչության 20%-ը աղքատ լինի, ինչի համար ստանաս պարգևավճար։ Չեմ հասկանում։ Հիշում եք, ժամանակին ասում են, որ մեր երկրում կա 3 միլիոն վարչապետ։ 3 միլիոն վարչապետ ունենք, բայց ընդամենը մի վարչապետն է պարգևավճար ստանում։ Մենք ունենք պլանավորած քաղաքականություն, թե ինչպես 300,000 նոր գործի տեղ ստեղծել Հայաստանում։ 300,000 նոր աշխատատեղ ստեղծելու խոստում է տալիս ազգային բարերար Սամվել Կարապետյանը խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո։ Հայաստանի ամենախոշոր ներդրողներից մեկը այսօր հրապարակել է մեր երկրի տնտեսությունն ուժեղացնելու 5 քայլ։ Դրանցից առաջինը 300,000 աշխատատեղերի ստեղծումն է մակրոտնտեսական պլանավորված քաղաքականության միջոցով։ Երկրորդը դեղերի գինը նվազեցնել 20%-ով Հայաստանի բոլոր քաղաքացիների համար։ Երրորդ գյուղերում բերքի երաշխավորված մթերման համակարգներ դնել։ Չորրորդ 20,000 մատչելի բնակարաններ կառուցել պետական աջակցությամբ։ Եվ 5-րդ քայլը փոքր բիզնեսը ազատել հարկերից։ Ովքեր են լինելու շահառուները։ Գեղեցկության սրահներ, հարկերը լինելու են 0%։ Հացի քուրեր, հարկերը լինելու են 0%։ Փոքր կրպակներ, ձեր հարկերը լինելու է 0%։ Հայաստանում փոքր բիզնեսը պետք է մոռանա, որ իր մոտ գալու է հարկայինը, գալու է քնչականը, գալու է ԱԱԾ-ն, չգիտեմ, բերդպարային համույթը։ Ոչ մեկ մոռացեք։ Դուք պետք է կենտրոնանաք գումար աշխատելու բարեկեցությունը ձեր մեծացնելու մեջ։ Դա է ձեր ճանապարհը, դա է մեր բոլորիս ճանապարհը, որպեսզի կարողանաք հաջողության հասնեք, հենց դառնաք միջին բիզնես, կսկսեք հարկեր վճարել, ոնց որ բոլորը։
Ամենայն հայոց կաթողիկոսը Գուսան ծանրագույն վարդապետ Ալջանյանին ազատել է Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապայի պաշտոնից։ Այն բանից հետո, երբ առաջնորդը միացել էր Գարեգին II-ի դեմ դուրս եկած 10 եպիսկոպոսներին, վեհապարը նրա փոխարեն նշանակել է Գեղարքունյաց թեմի առաջնորդ Պարթև եպիսկոպոս Բարսեղյանին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Զայեդ մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդել Սալմանին եւ հանձնաժողովի անդամներ Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Շարլ Միշելին եւ Աֆրիկյան միության հանձնաժողովի նախկին նախագահ Մուսա Ֆակի Մահամաթին։ Հյուրերը վարչապետին են փոխանցել փետրվարի 4-ին Աբու Դաբիում կայանալի կառավարության հրավերը եւ հայտնել, որ նա ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ճանաչվել են 2026 թվականի մրցանակակիրներ։ Տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման օրակարգը հետեւողականորեն առաջ մղելու համար։ Ես գիտեմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես պարգևատրվել է եւ մենք միասին ընդունում ենք այս մրցանակը։ Դա արդարացված է, այն իսկապես համատեղ նվաճում է։ 2019 թվականին հիմնված եւ $1 միլիոն մրցանակային ֆոնդ ունեցող այս հեղինակավոր պարգևը շնորհվում է այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք բացառիկ ավանդ ունեն համաշխարհային խաղաղության եւ մարդկային համակեցության ամրապնդման գործում։ Ադրբեջան անվանումը մարզաշապիկի վրա փակելու հայ դահուկորդի քայլը ողջունած Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը այլևս չի ղեկավարի ֆեդերացիան։ Նա հայտարարել է նախագահի պաշտոնը թողնելու մասին, ակնարկել, որ իր անձն է խանգարում պետությանը աջակցություն տալ դահուկային սպորտին։ Սարգսյանը մինչև հրաժարականը կոշտ էր պատասխանել ԿԳՄՍ նախարարությանը, որը դահուկային սպորտի ֆեդերացիայից պարզաբանում էր պահանջել, թե ինչու է հայ մարզիկը միջազգային մրցման ժամանակ փակել Ադրբեջան անվանումը։ Սարգսյանը պատասխանել էր, կատարվածն առավել քան պարզ է եւ պարզաբանման կարիք չունի։ Մոսկվան ցավով է հետևում հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձություններին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Դիվանագետը նշել է, որ իրենց համար տարակուսելի են պաշտոնական Երևանի այն հայտարարությունները, թե Ռուսաստանի ազդեցությամբ են գործում հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները։ Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով իրենց համար անհասկանալի ու մտահոգիչ է նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը։ Ըստ Լավրովի, նրան ձերբակալել են Ռուսաստանի ու Բելարուսի հետ միության մասին խոսելու համար։ Ռուս դիվանագետի կարծիքով մարդուն իր տեսակետի համար պատժելը սխալ է, քանի որ մեջբերում նրա խոսքերը չեն վնասում Հայաստանի անկախությանն ու տարածքներին, այլ միտված են երկրի զարգացման համար նոր կապեր ստեղծելուն։ Ռուսական լայնածավալ օդային հարձակման հետևանքով լուրջ վնասներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ համակարգին, ինչի պատճառով Կիևում ավելի քան 5600 բնակելի շենք մնացել է առանց ջեռուցման եւ էլեկտրականության։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտնել է, որ Չեռնոբիլի ատոմակայանը լիովին զրկվել է արտաքին էլեկտրասնուցումից, իսկ միջուկային անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ենթակայաններ վնասվել են։ Միաժամանակ Բելգորոդի մարզի իշխանությունները հայտնել են ուկրաինական զինուժի հասցրած շուրջ 80 անօդաչու սարքերի եւ հրետանային հարվածների մասին, որոնք մեկ մարդու կյանք են խլել, կան վիրավորներ ու վնասված ենթակառուցվածքներ։ Ռազմական գործողությունների այս նոր սրացումը համընկնում է Միացյալ Նահանգների միջնորդությամբ ընթացող դիվանագիտական ջանքերին, մինչդեռ հակամարտող կողմերը շարունակում են ինտենսիվ թիրախավորել միմյանց էներգետիկ օբյեկտները։ Klaus Schwab was to create a platform. Եվրահանձաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումում հայտարարել է, եթե Դոնալդ Թրամփը եվրոպական 8 երկրի նկատմամբ 10% հավելյալ մաքսատուրք սահմանի Գրենլանդիայի վաճառքը պարտադրելու համար, միությունը կպատասխանի անզիջում, միասնական եւ համաչափ ձևով։ ԱՄՆ նախագահը նորեր առաջ հայտնել էր, որ պատրաստվում են նոր հարկեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք դեմ են իր հավակնություններին։ It's been 48 hours. ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը զգուշացրել է, Եվրոպան չպետք է արձագանքի նոր մաքսատուրքերի մասին Թրամփի հայտարարություններին, շեշտելով, որ ինքը խորհուրդ է տվել բոլորին նստել աթոռին եւ խորը շունչ քաշել։ Հարցին թե Եվրոպան կարող է ԱՄՆ-ի դեմ որևէ պատասխան միջոցներ կիրառել, նա պատասխանել է. ոչ։ Did not always agree. Corporations. And we will do our best. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Դավոս է ներկայացել իր արդեն հայտնի ու շատ քննարկված արևային ակնոցով։ Ըստ պաշտոնական վարկածի Մակրոնի աչքի մազանոթն է պայթել ու աչքն ամբողջությամբ արյունոտվել է։
on more investment and Կոշտ հայտարարություններ է արել Ֆրանսիայի նախագահը, նշելով, որ ԱՄՆ-ի մրցակցությունը նպատակ ունի ենթարկեցնել Եվրոպային։ Դա անընդունելի է, շեշտել է նա ու նշել, որ մենք անցնում ենք աշխարհ առանց կանոնների շրջանին, իսկ Եվրոպան պետք է պաշտպանվի, որպեսզի խուսափի առևտրի եւ միջազգային կայունության սպառնալիքից։ And we will do Ավելի քան 60 պատերազմ է եղել 2024 թվականին, բացարձակ ռեկորդ է, չնայած որքան ես հասկացա, դրանցից մի քանիսը լուծվել են։ the pillars I just mentioned, and based as well, we can. And the teams are in constant contact. ՆԱՏՕ-ն սահմանափակել է ԱՄՆ-ի հասանելիությունը հետախուզական տվյալներին Գրենլանդիային ուղղված սպառնալիքների պատճառով։ Ըստ որոշ աղբյուրների, Դաշինքի ներկայացուցիչներն այլևս բացահայտ չեն շփվում ամերիկացի գործընկերների հետ, քանի որ տեղեկությունը կարող է հասնել Թրամփին եւ օգտագործվել դանիական կիսաինքնավար տարածքը գրավելու գործում։ The choices we've made. Բրիտանական մամուլի տեղեկությունով Մեծ Բրիտանիան մտադիր է կրկնապատկել իր ջանքերը եւ ամրապնդել պաշտպանական համագործակցությունը Եվրամիության երկրների հետ։ Այս ամենի ֆոնին Դանիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Ռասմուս Յարլովը հայտարարել է, որ Դանիան կպատերազմի Միացյալ Նահանգների դեմ, եթե ԱՄՆ-ն փորձի գրավել Գրենլանդիան։ Նրա խոսքով Դանիան գիտակցում է, որ Միացյալ Նահանգները ռազմական առավելություն ունի երկրի նկատմամբ, սակայն եթե ռազմական գործողություններ սկսվեն, դրանք կավարտվեն Միացյալ Նահանգների համար բացասական արդյունքներով։